Վստահեք, այս ամենն իրական է։ Ես շատ եմ տառապում այս վայրում։ Այստեղ լացը մշտական է, գոռոցները չեն դադարում, կրակը երբեք չի մարում։ 3 անգամ։ 3 անգամ անընդմեջ։ Նույն զգուշացումը։ Սա չափազանցություն չէ, եւ ոչ էլ դատարկ կրկնություն։ Դժոխքը իրական է։ Ամբողջ Սուրբ գրքում դրա մասին ամենաշատը խոսել են ոչ թե մարգարեներն ու առաքյալները, այլ հենց Աստծո որդին։ Բայց ինչու նա այդքան խոսեց դժոխքի մասին։ Որովհետև նա տեսնում է այն սարսափը, որը մենք չենք տեսնում։ Որովհետև միայն նա գիտի մեղքի ծանրությունը և իրականությունը նրանց, ովքեր գտնվում են այս կյանքի անդունդում, որովհետև նա չի ուզում, որ մեզանից ոչ ոք այնտեղ այրվի։ Հիսուսի միակ խոսքը, որ նա նույն բառերով կրկնում էր բազմիցս, դժոխքի մասին էր։ Ավետարանում այն հիշատակվում է մոտ 26 անգամ, տարբեր արտահայտություններով։ Հավիտենական կրակ, արտաքին խավար, տանջանքի և ատամների կրճտոցի տեղ, հավիտենական պատիժ, որտեղ որդը չի մեռնում, որտեղ կրակը չի մարում։ Փորձիր պատկերացնել 1 տարի, 10 տարի, 100 տարի, հավիտյան։ Որքան սարսափելի այս վայրը, որի մասին նա այդքան պատմում էր։ Բայց ինչպես կարող է ինչ-որ մեկը զգալ այդ տանջանքը, եթե մարմինը թաղված է։ Հոգին մահից հետո չի քայքայվում մարմնի հետ։ Այն մնում է ամբողջական։ Եվ նրանք, ովքեր գնում են կրակոտ դժոխք, ստանում են մի մարմին, որը զգում է։ Ավելի խորը մի խորհրդավոր բան, բացահայտված Տեր Հիսուսի կողմից, երբ նա խոսեց հարուստի և Ղազարոսի մասին։ Դժոխքում հարուստն ուներ աչքեր, տեսնելու համար, լեզու, աղաչելու համար, հիշողություն ամեն ինչի մասին։ Նրա մարմինը գերեզմանում էր, բայց նրա հոգին զգում էր այնպես, ինչպես կենդանության օրոք։ Անթիվ զգուշացումներ հնչեցին։ Ամեն զգուշացում մի ճիչ էր նրանցից, ովքեր ուզում են փրկել հոգին դժոխքից։ Հիսուսը տառապեց մարդկանց դժոխքից փրկելու համար, որպեսզի քեզ տա իրավունքը ընտրելու քո հոգու ճակատագիրը։ Դու ընտրիր։ Միայն դու կարող ես դա անել։ Տեր Հիսուսը խոսեց դժոխքի մասին, որպեսզի բոլորս տեղեկացված լինենք այդ վայրի մասին։ Սա ոչ թե ահազանգ է կամ ահաբեկում, սա հավիտենության իրական ձայնն է, որը կոչ է անում մեզ ուշադիր լինել։ Ես աղաչում եմ, մի գնա իմ ճանապարհով, մի խաղա մեղքի հետ, որովհետև ես այլևս հնարավորություն չունեմ։